Գործընկերներ, այժմ ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։ Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Բարձրագույն Դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա էր 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Արմենուհի Հարությունյան կողմ 68 դեմ 0, Աշոտ Հայրապետյան կողմ 68 դեմ 0 եւ Անահիտ Աբրահամյան կողմ 67 դեմ 1։ Այսպիսով, հարգելի գործընկերներ, թեկնածուներն ընտրվել են եւ դատական օրենսգրքի համաձայն Բարձրագույն Դատական խորհրդի անդամը ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո ազգային ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում է, որից հետո Բարձրագույն Դատական խորհրդի անդամը ստորագրում է երդման տեքստը եւ այժմ ես մեր գործընկերներին հերթով կհրավիրեմ ամբիոնի մոտ Արմենուհի Հարությունյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի նախագահ Կարոն։ Ստանձնելով Բարձրագույն Դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքներին համապատասխան, ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը։ Շնորհավորում ենք Տիկին Հարությունյան, հաջողություններ եք մաղթում ձեզ։ Անահիտ Աբրահամյան։ Ստանձնելով Բարձրագույն Դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքներին համապատասխան, ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը։ Շնորհավորում ենք Տիկին Աբրահամյան։ Աշոտ Հայրապետյան։ Ստանձնելով Բարձրագույն Դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքներին համապատասխան, ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը։ Շնորհավորում ենք, պարոն Հայրապետյան։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը